Քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քարոզարշավը շարունակվեց մայրաքաղաքում։ Վարչապետն ու իր թիմը շրջեցին կենտրոն վարչական շրջանում, քաղաքացիներին նվիրեցին Հայաստանի մակետ կրծքանշաններ, այնուհետև քաղաքային տրանսպորտով ուղևորվեցին հարավ-արևմտյան թաղամաս։ Ավտոբուսում քաղաքացիների հարցերը վերաբերում էին կենսաթոշակներին, առողջապահության համընդհանուր ապահովագրությանը։ Մայիսից դառնալու եք նաև առողջության ապահովագրության շահառու։ Նախ մենք 2018 թվին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Մենք եկել ենք կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, հետո խնդիր ենք տվել նվազագույն պարենային զամբյուղին համապատասխանեցնել նվազագույն թոշակը։ Սա ինչ է, սա նշանակում է, որ Հայաստանում այդ պահից չի եղել թոշակառու, որը կալորիա չունենա բավարար իր նվազագույն կենսագործունեությունը ապահովելու համար։ Այդ խնդիրը մենք որ թվին լուծեցինք, դա 22 կամ 23 թվականին։ Այս փուլով արդեն մենք նվազագույն սպառողական զամբյուղ մի մակարդակ բարձրացրինք։ Մեկ այլ քաղաքացու հետ խոսեցին կանգառների մասին։ Կանգառները երբ են սարքելու։ Հարավ-արևմտյան թաղամաս հասնելով վարչապետը ծանոթացավ քաղաքացու բիզնեսին։ Ինչն է պատճառը, որ չկար։ Ինչի։ Վարչապետը քաղաքացուց հետաքրքրվեց, թե որն է հարցի լուծումը։ Քաղաքացին նշեց, հարկերն ու վճարները շատ են։ Ես անընդհատ ստանում եմ միջին հարկային ծանրաբեռնվածությունը փոքր եւ միջին բիզնեսի եւ իմ գոնե տպավորությամբ այդքան էլ շատ չի, եթե դուք օրենքոյի տված հնարավորություններից օգտվում եք։ Ինչի մասին է խոսքը։ Ձեռքբերումների նվազեցումը մինչև 1% նվազեցնելու հնարավորություն կա։ Շատ դեպքերում ուղղակի մեր մոտ սովորություն է, որ չձևակերպած, չփաստաթղթավորված ապրենք։ Որենք մենք անում ենք, աշխատում ենք, հաշվիչները դրված է։ Չէ, այդ չեմ ասում։ Այս ապրանքները, որ բերում եք, չէ, իրանց բա պետք է նվազեցնեք, ընդամենը 1% հարկ է, դրա շատ լինելը որն է։ Բնակիչներից մեկը խոսեց Ռաֆու փողոցի ծայրամասում գտնվող շենքից։ 250 շունչ, 50 ընտանիք, շուրջ 25-30 տարի այդ շենքում ենք, ինչ որ բաժարում շենքը, չունենք ոչ մի դոկումենտ, մեռանք դիմելով, ոնց չունենք, ահա, իրան գիտեն, պապոյանել ոնց, բա մի րոպե, այդ ինչ շենքա, որ փաստաթուղթ չունեն, բաժարում շենք է եղել։ Անխուդացիան, այստեղ մի հատ զարմանալի խնդիր կա։ Մարդիկ շենքում ապրում են, ըստ ավենայնի ուրիշ նշանակության շենք ա եղել, հետո տվել են, որ մարդկանց ապրեն, փաստաթղթավորված չի եղել սկզբանե ու միջև մի առանց փաստաթուղթը։ Քաղաքացիները ներկայացրին նաև հաշմանդամության, Ղարաբաղից տեղահանվածների պետական աջակցության շահառու չհանդիսանալու, նորակառույցի գազիֆիկացման իրենց խնդիրները։ Խաղաղության թեման քաղաքացիները նույնպես չշրջանցեցին։ Վարչապետը պարզաբանեց, ձեզ հայտնի քաղաքական ուժերը հանդես են գալիս խաղաղության վերաբանակցման օգտին, ինչը շատ վտանգավոր է։ Մարդկանց ասում ենք խաղաղությունը հաստատված է, տեր կանգնեք խաղաղությանը։ Ես ասում եմ հաստատված է։ Ես 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդ թղթերը ստորագրել ենք, ես վերադարձել եմ եւ 2025 թվականի օգոստոսի 18-ին ուղերձով դիմել եմ ժողովրդին ձեզ եւ ասել եմ, որ խաղաղությունը հաստատված է։ Ես ձեր ասածը, որ եթե ես չլինեմ, սեպտեմբերին մեծ պատերազմ սպասվում։ Ես ասում ոչ թե ես չլինեմ, այլ եթե այդ ուժերը գան իշխանության, այո, ես կրկնում եմ, որ դա իմ կանխատեսումն է եւ համոզմունքն է։ Դրա համար այ որ համոզված չեմ ասի։ Դե դրա համար ժողովրդին ասում եմ, տեր կանգնեք խաղաղությանը, պետք չի լարվել։ Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը հունիսի 7-ին կգնա տեր կկանգնի խաղաղությանը եւ մենք այդ խաղաղությունը ավելի ինստիտուտ։ Ես հույսս ուզում եմ ձեր վրա դնեմ, ոչ թե ժողովրդի։ Չէ, բա ես առանց ժողովրդի ինչ կարամ։ Հա, ժողովուրդն է ձեր կողմը։ Բա դուք պետք է անեք, որ ժողովուրդը ձեզ Դե ես շատ մեծ մտահոգություն ունեմ։ Ես մենակ իմ թորոն մասին չեմ մտածում։ Բոլորն էլ մեր երեխեքն։ Դրա համար մենք բոլորս իրար հետ պետքա տեր կանգնենք խաղաղությանը։ Բարձրացվեց նաև այն թափի ճանապարհների խնդիրը։ Այդպես փողոց չկա, որ ասենք չենք ասֆալտում, ամբողջը բոլորը հերթով կառուցելու են։
ուղղակի հերթը պետք է դուք այդ շրջապատում դուք տեսել եք, չէ՞ որ Նուբարաշենից միջև այդտեղ այդ հսկայական տասնյակ տարիներով ասֆալտ չի եղել, հիմի բարձրորակ ասֆալտ է։ Քաղաքացիներից մեկը Կորեայի ձորում իր տարածքի սեփականաշնորհման խնդիրը ներկայացրեց։ Ըլնող է, թե չլնող է։ Կան որ մի քանի քեյսեր կա որ չի լինում, որովհետև ոսանքների տակ կա մի քիչ բաց։ Բայց մնացածը տարբեր լուծումներով լինող հարցեր են։ Մյուս հարցը վերաբերում էր հաղթանակ թաղամասի գոյուղուն։ Ձեր ասածից իմ տպավորությունն ունենա, որ process-ը ընթացքի մեջ է։ Կողքերը սարքել։ 4 տարի է նույն բանն են ասում։ Բայց հիմա մի րոպե, խնդրում եմ մի բան ասեք, այս վերջին 4 տարում ի՞նչ է տեղի ունեցել։ Կողքի փողոցներում սարքել են։ Կողքի փողոցները նախկինում են սարքել, ճիշտն ասած, որ ասած ասեմ, իրանք ուժերով սարքել են։ Կարանք ասենք երբ է սարքվելու։ Մոտավորապես։ Մի տարի, 2 տարի, հաստատ։ Նա խնդրում եմ էլ ճշտի ասել։ Քաղաքացիներից մեկը մուշ թաղամաս տանող ճանապարհի խնդիրը ներկայացրեց։ Ինչա պետք է անել։ Ճանապարհ տանեն մուշ թաղամաս կզարկանա կաջի, ինչ-որ շարժ կլինի։ Ինչքան է նեղ։ Իսկ ինչի պատճառով աննեղ տներ են աչուտա։ Էդի սովետի ժամանակ։ Այդ տների հարցը ինչ անենք։ Չէ, ընդ մի հատ ուղղայատ նկատի ունեմ կամ տան հաշվին պետք է լենացնենք։ Չէ, մի հատ տուն կա երևի, որ այդ կարելի է փոխհատուցում անել պետականորեն ու ընդամենը մի հատ։ երևի մի հատ, հա։ Դե կնայի։ Խոսվեց նաև խաղահրապարակների բացակայության մասին։ Երեխաները խաղալու տեղ չունեն, դաշտ։ Հայ ձեզնից առաջ մի կին ով շատ գոհեր առողջության ապահովագրությունից եւ թոշակի բարձրացումից, շատ դժգոհեր, որ իրանց ավտոտնակը ապամոնտաժել են։ Ես գործնականում այն տրամաբանությունն էի ասում եմ, որ մենք պետքա կանաչ տարածքների համար, խաղահրապարակների համար, ֆուտբոլի, բասկետբոլի դաշտերի համար տարածքներ ազատենք, որտեղ այդ ավտոտնակները հասկանում ենք, բայց երեխեքի երիտասարդության հաշվին է։ Անդրադարձ եղավ նաև սպասվող ընտրություններին։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, պարտադրելու իրավունք չունեմ, բայց պահանջում եմ այդ ուժերին թույլ չտալ մասնակցություն ընտրություններին։ Դե դրա համար օրենքով հիմքերը եթե արկա լինեն, օրենքով հիմքերը արկա են, բայց արտահայտությունները, նրանց ոճը, խոսելու ձևը, նրանց այսօրվա խաղաղության որ ուժերին նկատի ունեք, բայց ես նկատի ունեմ այդ 3-4 ուժերի։ Անգեղակոտ խոստացել ենք, կպլանավորեք, որ քարոզարշավի ընթացքում անպայման Ահա, այդ շնորհակալ։ Անգեղակոտ եկել ենք տեսել ճանապարհը սարքածա։ Հիմա սարքած։ Ասել ենք լավ ճանապարհը սարքածա։ Հիշում եք, որ 18 թվին Խաչմերուկում կանգնել ենք, խոստացել ենք կատարել։ Այո, այդ ճանապարհի բանը խոսումը կատարեց կառավարությունը դրա համար շատ Վերջին անգամ երբ էր այդ ճամփեն ասֆալտ արվել։ Նիկոլի թվի։ Մեկ այլ քաղաքացի էլ հարցրեց, ինչպես օրենքով նրա խոսքով նախկիններին արգելել մասնակցել ընտրությանը։ 10 տարի ինքը այդքան թալանեց գերավ, հիմա լուզման նույն իշխանության գլուխ դառնա, որ նույն էլի թալանի։ Իշխանության գլուխ դառնալ չարեմեր եք որոշում։ Եվ իրանց որոշելով չի կամ ին որոշելով չի։ Ձեր որոշելով է։ Դուք ոնց կորոշեք տենց եք։ Չէ, դուք այն վաղ հիշում եք, որ ասեցիք, այն վաղ շուտ որ ասեցիք ինչքան որ թալանել եք, սաղդ հետ եք բերում թալանը, կոպեկ առ կոպեկ։ Դուք այն վաղ ասեցիք, հիշում եք։ Եվ հետ ենք բերում, կոպեկ առ կոպեկ հետ ենք բերում, հատիկ առ հատիկ հետ ենք բերում եւ հետ ենք բերում։ Որովհետեւ բա հիմա տեսեք, հեղափոխությունից միջև այսօր Հայաստանի պետական բյուջեի հավելյալ են եկամուտները կազմել է 6.6 միլիարդ դոլար։ Բայց որտե՞ց այդ փողը։ Բայց այդ փողերն են, չէ։ Հիմա զուգահեռ նաև ապօրինի գույքի բռնագանձման համակարգը սկսում է աշխատել, համայնքային շահի, պետական շահի պաշտպանության եւ այլն ստվերի կրճատման։ Ես հասկանում եմ, որ տեմպից դժգոհ ենք մենք բոլորս, բայց դա էլ պետք է հաշվի առնենք, որ մենք մաֆիայի հետ գործ ունենք, մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Մաֆիայի դեմ կռիվ տալը հեշտ չի։ Այս ընդ որում մաֆիայի դեմ կռիվ ենք տալիս այսքան բաների մեջով անցնելով։ Դրա համար մենք ոչ մի անգամ, ոչ մի քայլ հետ չենք արել։ Ուղղակի այո, մենք առաջ գնալու դժվարություն ունենք, բայց գնում ենք։ Դժվար, ծանր, բայց գնում ենք։ Եվ գնալու ենք։ Քաղաքացիներից մեկն էր նշեց, որ եղբայրը, որի 27-ը դեռ չէր լրացել, վերադարձել էր Հայաստան ծառայելու նպատակով, սակայն դատապարտվել է։ Ես ինչքան գիտեմ, միջև դատավճիռը, եթե ասում են, որ ես գնում եմ ծառայեմ,
Գործը կարճվում է, ուղարկում են բանի ծառայություն։ Պատճառաբանեցին այն փաստը, ասացին այս օրենքը, որ ընդունված է, փոփոխությունները իր վրա չեն ազդում, բայց այս տարի այդ օրենքի փոփոխությունները եղել են կտրվածքը, որ բոլոր 27 Հիմա ինքը քրեակատարական հիմնարկում, հա։ Այո, Կնային եղբայր, կնային։ Բայց մի րոպե ձեզ բան ունեմ նվիրելու մի հատ էս, մի հատ էս եւ էս, հայ եւ սա ձեզ։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։